Բարոձս հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1341-րդ օրն է։ Ուկրաինական ուժերը արդեն 3 բնակավայր են ազատագրել Դոնբասում ամբողջովին, իսկ Վոլչանսկի մոտակայքում Խարկովի մարզում ջուրը ողողել է ռուսական դիրքերը Բելգրադի մարզում ջրամբարի խոցման հետևանքով, բայց երևի թե սկսենք տակտիկա-քաղաքական թեմաներից, քանի որ ռազմական գործողությունները պատերազմի 4-րդ տարում դարձյալ նոր փուլ են մտել, նոր բնույթ են ստացել, ռազմաճակատում կրած պարտությունների եւ մարտական իրավիճակը փոխելու անկարողության պայմաններում Ռուսաստանը անցել է խաղաղ բնակավայրերի շուրջօրյա շահեդակոծմանը, եթե կարելի է նման բառ օգտագործել, եւ բալիստիկ հրթիռներով պատկեր ստեղծելու փորձերն են շարունակվում։ Օրինակ ամսի 25-ի գիշերը ռուսները հարված են հասցրել ուկրաինական ֆարմացևտիկ ընկերության պահեստին Կիևում, լավ իմանալով, որ այնտեղ կան տարբեր տեսակի սպիրտ պարունակող նյութեր, ինչը այրվելով կարող է պատկեր ստեղծել, թե իբր իրենք հուժկու հարված են հասցրել ուկրաինական ռազմական սեկտորին, այսինքն նորից գործ ունենք պատկերի ստեղծման հետ, փորձում են թվալ, քան լինել։ Ուկրաինական արդյունավետ հարվածների ֆոնին ռուսները իբրև պատասխան ցուցադրում են իրենց միամիտ պուբլիկային այրվող դեղորայքը իբր որպես ռազմական խոցում, բայց մի բան հաշվի չեն առել, որ ռազմական պահեստի խոցումը դեռ երկար շարունակվում է երկրորդական դետոնացիաներով, իսկ դեղորայքի պահեստը կամ ասենք ալկոհոլի խմիչքների պահեստը, որոնք հաճախ նույնպես ենթարկվում են հարվածների, պարզապես այրվում են, այո, պատկերավոր կրակ է, բայց սա զուտ տնտեսական իմաստ կարող է ունենալ։ Չնայած սա նույնպես անհեռատես տակտիկա է, որովհետև Եվրոպան մոտ է եւ միացած լինելով լոգիստիկ առումով ուկրաինական ընկերությունները կարող են ընդհանրապես մեծ պահեստներ չպահել եւ ամեն ինչ հանգիստ ներկրել Եվրոպայից, ինչպես դա արվում է բենզինի կամ դիզելային վառելանյութի դեպքում։ Եթե ուկրաինական դրոնները հարվածներ են հասցնում ըստ հստակ ծրագրի, լուծելով մարտավարական կամ ռազմավարական խնդիրների, ինչը պարալիզացնում է Ռուսաստանում վառելիքի շուկան եւ զենք արտադրելու ոլորտը, ապա ռուսների ամբողջ մարտավարությունն ու ռազմավարությունը ուղղված է խաղաղ բնակիչների, խաղաղ մարդկանց դեմ։ Ժամանակի ընթացքում մենք անշուշտ ավելի արդյունավետորեն ենք կանխելու ռուսական շահեդային հարձակումները, շահեդակոծումները, ինչպես ասացի, մեր որսորդ դրոններով կամ դրոնավորսներով, եթե կուզեք, կարելի է նույնպես նոր բառ օգտագործել, բայց ռուսական այս անիմաստ տակտիկան եւս մեկ բան է ցույց տալիս մեզ բոլորիս, նրանք փակուղում են եւ չգիտեն ինչպես գործել։ Իսկ նման իրավիճակներում նրանց մոտ միշտ առաջ է գալիս խաղաղ բնակչության ահաբեկումը, պարզապես ուրիշ բան իրենք չգիտեն։ Իդեպ ուկրաինական զինված ուժերը աստիճանաբար գտնում են լուծումներ նաեւ Ռուսաստանի կառավարվող ավիառումբերի դեմ, մինչ այժմ հիմնականում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով էր եւ զենիթային կրակի միջոցով էին վնասազերծվում ավիառումբերը, բայց կար խնդիր կառավարվող ավիառումբերի վնասազերծման առումով։ Վերջերս ռուսների փորձը հարվածել Օդեսային 2 կառավարվող ավիառումբերով ավարտվեց նրանց լիակատար ֆիասկոյով, 2 հրթիռներն էլ խոցվել են ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից։ Այս ֆոնին սկսվել են արդեն դեստրուկտիվ սցենարները Ռուսաստանում ու ավելի ի հայտ գալ, մինչ Պուտինյան ռեժիմը որոշել է ահաբեկչություն տարածել ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ Եվրոպայում, հենց Մոսկվայում են սկսվել անկարգություններն ու զանգվածային ծեծկռտուքներն ու ջարդերը։ Մի քանի տասնյակ գաստարբայտերներ, իրենց լեզվով ասած, հարձակվել են քարերով, փայտերով եւ ճանապարհային նշաններով մեկը մյուսի վրա, ավերելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Ականատեսները հայտնում էին, որ ծեծկռտուկը տեղի է ունեցել բնակելի համալիրի տարածքում, Մոսկվայի արևելքում, եթե չեմ սխալվում։ Արտասահմանցի միգրանտները քարեր էին նետում, ջարդում առաջին հարկերի պատոհանները, վազում էին բահերով եւ ճանապարհային նշանները ձեռքներին։ Կարող եք պատկերացնել, որ իրավական պետությունում 50-100 մարդ վազի եւ գոռա փողոցում եւ ծեծկռտուք անի։ Իսկ Ռուսաստանում դա հնարավոր է, որովհետեւ երկրի փլուզման process-ը սկսվել է։ Ամենայն հավանականությամբ ոստիկանությունը պարզապես չի հասցնում արձագանքել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանում ապրում են նաեւ մեր հայրենակիցները, հայերը, եւ մենք գիտենք, որ մեր հայրենակիցները Ռուսաստանում հիմնականում չեն աջակցում Պուտինին եւ նրանց ճակատագրի հանդեպ մենք անտարբեր չենք։ Այն մարդիկ, ովքեր աջակցում են, մեզ համար միևնույնն է։ Պուտինին աջակցողները իրենց պատիժը ստանում են, իսկ մեր կողմից մեր հայրենակիցներին, ովքեր չեն պաշտպանում Պուտինին, նրանց նախազգուշացնելը ես կարևոր եմ համարում։ Իտալական Il Foglio-ին տված հարցազրույցում Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության ղեկավար Բուդանովը նշել է, որ Պուտինի հիբրիդային հարձակումները Եվրոպայի վրա ունեն 3 նպատակ. հոգեբանական, որը ուղղված է ռուսական լսարանի համար, փորձել ստուգել Եվրոպայի դիմադրողականությունը, եւ երրորդը հին մայրցամաքում հակապատերազմական
տրամադրությունների սերմանումն է, բայց տեսնում ենք, որ դրա փոխարեն հենց Ռուսաստանն է սկսում ավելի անկայունանալ։ Իդեպ Թրամփի էներգետիկ ոլորտի նկատմամբ կիրառած նոր պատժամիջոցները ազդում են նաև Ադրբեջանի վրա։ Ամերիկայի նախագահ Թրամփի հոկտեմբերի 21-ին խոշորագույն ռուսական նավթային ընկերությունների Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանելու որոշումը դարձել է վերջին տարիների ամենալուրջ հարվածը Ռուսաստանի էներգետիկ հատվածին։ Այն սպառնում է ոչ միայն կտրուկ նվազեցնել Կրեմլի արտահանման եկամուտները, այլև լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային նավթային շուկայի համար, այդ թվում Լուկոյլի բիզնեսի վրա Ադրբեջանում։ Հայաստանի հարևան եւ ոչ բարեկամ երկրում Լուկոյլը ունի երկրորդ խոշորագույն բենզալցակայանների ցանցը եւ համարվում է նավթագազային շուկայի հիմնական օտարերկրյա խաղացողներից մեկը։ Նրանց տեղական կառույցը Լուկոյլ Ադրբեջան ընկերությունը այս պահին դեռ չի ներառվում պատժամիջոցների ցանկում, սակայն սահմանափակումները մայր ընկերության նկատմամբ կարող են ազդել նրա ֆինանսական գործարքների եւ գործընկերների հետ հաշվարկների վրա։ Բացի այդ, Լուկոյլը ունի 10% բաժնեմաս Ազերի Չիրակ Գյունեշլի հանքավայրի բլոկի զարգացման կոնսորցիումում եւ 19.99% Շահդենիզ նախագծում, թեև Ամերիկայի ֆինանսների նախարարության որոշման մեջ այդ ակտիվները պաշտոնապես չեն հիշատակվում, դրանց կառավարումը կարող է բարդանալ դոլարային զանգվածների եւ ֆինանսական փոխանցումների սահմանափակումների պատճառով։ Սա արդեն լուրջ մտահոգություն է առաջացրել Բաքվում, նրանց մամուլը պատասխաններ է փնտրում այս հարցերին։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, ապացուցենք միասին YouTube-ին, որ մեր եթերը կարեւոր է։ YouTube-ի ալգորիթմները ավելի լավ են ընկալում, երբ լայքը սեղմվում է հենց դիտման ժամանակ։ Մինչ ռուսները պատերազմի իրականությանը ծանոթանում են Խորհրդային Միության փլուզումը հիշեցնող ճգնաժամերի եւ իրենց քաղաքներում տեղի ունեցող պայթյունների միջոցով, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շարունակում են ակտիվ լինել, կատարելով կարևոր մարտական առաքելություններ, ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ հենց Ռուսաստանի տարածքում։ Կիրակի հոկտեմբերի 26-ի գիշերը Տուլայում եւ նրա շրջակայքում լսվել է առնվազն 10,000 պայթյուն, բայց ոչ միայն Տուլայում, պայթյուններ են լսվել Ռուսաստանի մի շարք մարզերում, խոցվել են կարևոր ենթակայաններ եւ ռազմական այլ թիրախներ։ Մանրամասները մեր Telegram-ում են, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման բաժանորդագրվեք։ Իդեպ Ռուսաստանի շարունակական փլուզման ֆոնին չինացիները իրենց ավելի ու ավելի հանգիստ են զգում արևելքում, ավելի ճիշտ կլինի ասել դիմադրություն չեն տեսնում Ռուսաստանի արևելքում։ Մենք համապատասխան նյութ ենք տեղադրել մեր Telegram ալիքում, կարող եք ծանոթանալ։ Ռազմաճակատում անցած 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 181 մարտական բախում, անցած 1 օրում ռուսական օկուպացիոն բանակը կորցրել է Ուկրաինայի առաջնագծում եւս 900 զինծառայող, օկուպանտների ընդհանուր կորուստների թիվը արդեն հասել է 1,136,890-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է, կարող եք վայելել։ Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիայում եւ Պոկրովսկի ուղղության Աչերետինոյի հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ուկրաինական բանակը անցկացնում է պաշտպանական եւ որոնողական հարվածային եւ գրոհային գործողություններ, զգալի կորուստներ պատճառելով ռուս զավթիչներին, այս մասին մեզ տեղեկացնում է Ուկրաինայի գենշտաբը։ 25 թվականի օգոստոսի 21-ից մինչ այսօր այս ուղղությամբ իրավիճակը կայունացվել է, վերահսկողության տակ է վերադարձվել 9 ուկրաինական բնակավայր, եւս 9 մաքրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերից։ Ուկրաինայի մարտիկները ազատագրել են գրեթե 186 քառակուսի կիլոմետր տարածք եւ մաքրվել է եւս 244-ը Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանի տարածքում։ Այս մասին ասված է ուկրաինական գենշտաբի ռելիզում։ Ինչ վերաբերվում է Պոկրովսկի մատույցներում եւ քաղաքի ներսում տիրող իրավիճակին, ռուսական կողմը կուտակել է մինչեւ 200 զինծառայող, օգտագործելով դիրքերի արանքների տարածությունը եւ ներթափանցել է փոքր հետևակային խմբերով։ Մեջբերեմ մեր ստորաբաժանումների զինվորները, որոնք իրականացնում են մարտական առաջադրանքներ այս ուղղություններում, ամեն օր կատարում են համալիր գործողություններ իրավիճակը կայունացնելու նպատակով։ Բնականաբար շարունակվում են հրաձգային մարտերը, ակտիվորեն գործում են դրոնային ստորաբաժանումները։ Թշնամու փորձերը ներթափանցելու եւ ամրանալու քաղաքային կառուցապատման ներսում կանխվում են հակադիվերսիոն միջոցառումների շնորհիվ։ Հիշեցնեմ, որ սա գենշտաբի ռելիզից էր։ Ռուս օկուպանտները անհաջող փորձ են կատարել գրոհելու Դոնեցկի մարզի Վլադիմիրովկա գյուղի շրջանում։ Այս անգամ եղանակային պայմանները, որոնց վրա ակնհայտորեն հույս էին դրել ռուսները, չխաղացին իրենց օգտին։ 3 մարտական մեքենա խրվել էր ճահճում, այնպես որ դեսանտը ստիպված է եղել դուրս գալ ուղիղ ջրի մեջ։ Մինչ դա կատարվում էր, ուկրաինական հրետանին, այդ թվում HIMARS համակարգերի միջոցով հարվածել է թշնամու կենթանի ուժի կուտակմանը։ Մեջբերեմ թշնամու լքած տեխնիկան ոչնչացվել է ուկրաինական FPV դրոնների եւ ծանր ռմբակոծիչների կողմից, իսկ մնացածը ոչնչացվել են հարակից ստորաբաժանումների գործողություններով։
հաջողություններով, իսկ հետևակը փախչում էր Կաբզոնի երգեր երգելով, նշում է ուկրաինական բրիգադի հաղորդագրությունում, ակնարկելով թշնամու լիակատար ոչնչացմանը։ Ինչպես նշեցի եթերի սկզբում, ռուսական կողմի դիրքերում բարդություններ են առաջացել նաև Բելգրադի ամբարտակի ուղղությամբ իրականացված հարվածի արդյունքում։ Ջուրը հեղեղել է նրանց դիրքերը, ինչը խոչընդոտել է լոգիստիկային Վալչանսկի շրջակայքում, որը Խարկովի մարզի հյուսիսում է։ Այս ֆոնին ժամանակավորապես օկուպացված Ղրիմում Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության մարտիկները խոցել են 3 ռադիոլոկացիոն կայան եւ 1 դեսանտային նավ S-400 Triumph, Ցերեկ ՆԲՈ դեսանտային նավակ BK-16, բոլորն էլ շատ թանկ են եւ կարեւոր։ Ոգևորիչ կադրերը, ինչպես միշտ մեր Telegram-ում են, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, այսպիսով դուք կտեղեկանաք ավելի մեծ ծավալի տեղեկատվության։ Կիրակի լույս գիշերը ռուսական զավթիչները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են տարբեր տեսակի 101 դրոններ։ Թշնամու թիրախների մեծ մասը խոցվել կամ ճնշվել է Ուկրաինայի հոբ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից, սակայն ցավոք մի քանի հարված բավական է եղել 3 մարդու մահվան եւ տասնյակի վիրավորվելու համար։ Ընդհանուր տուժվածների թիվը հասել է 33-ի, նրանց թվում 3 երեխա։ Հաստատվել է 3 կիևցիների մահը։ Ես բազմիցս ասել եմ, որքան մոտ է Պուտինի Ռուսաստանի վերջը, այնքան կատաղի են դառնում նրանց հոգեվարքային հարվածները։ Մենք սա էլ կհաղթահարենք, ինչպես ասում են, ամենամութ գիշերը հենց լուսաբացից առաջ է։ Եթե այսքան տարիների ընթացքում Պուտինին չի հաջողվել կոտրել ուկրաինացիների ոգին, ապա հիմա, երբ ավելի հստակ է երևում թշնամու պարտությունը, ոչինչ այլևս չի կարող ազդել մեր տրամադրության վրա։ Wall Street Journal-ը հաղորդում է, որ Ռուսաստանի տնտեսությունը փլուզվում է, իսկ Պուտինի մերձավոր շրջապատը քննարկում է նրա հեռանալը։ Մասնագետները զգուշացնում են, որ Մոսկվան կարող է կրկնել 1918 թվականի Գերմանիայի ճակատագիրը։ Վերլուծաբանները համեմատել են ժամանակակից Ռուսաստանը 1918 թվականի Գերմանիայի հետ, որը պարտվեց պատերազմում, իր տարածքում թշնամիներ չունենալուն։ Շատ չի երկարացնեմ կիրակի օրվա եթերը, նախորդ օրվա եթերներն էլ շատ կարևոր են եղել, ովքեր բաց են թողել անպայման դիտեք պատկերին լիովին տիրապետելու համար։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, հուսամ ավելի լավ լուրեր կունենանք արդեն վաղը, բարով մնաք։